Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի Արթուր ջան։ Ինչպե՞ս եք Տեր հայր ջան։ Բարք Տիրոջը, իր ողորմությամբ կամաց գնում ենք դեպի Սուրբ Հարություն։ Փառք Տիրոջի, այո։ Մի հատ փոքրիկ աղոթքով սկսենք մեր այսօրվա գեղեցիկ զրույցը։ Անպայման։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից ու խոսքերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամերիս։ Ամեն։ Տեր հայր ջան, քանի որ մոտենում ենք ավակ շաբաթվան, այս հաղորդաշարը երևի ավակ շաբաթ օրը կարողանամ դնեմ, որպեսզի մարդիկ դիտեն։ Կուզեի, որպեսզի ավակ շաբաթվա մասին խոսենք, ծաղկազարդի մասին խոսենք եւ մեր Տիրոջ Փրկչի հարության տոնի արդիվ մի քիչ զրուցենք այդ թեմայի շուրջ։ Կուզենայի, որպեսզի ծաղկազարդից սկսենք, քանի որ ծաղկազարդը շատ կարևոր տոն է մեր քրիստոնյաներիս համար։ Տեր հայր ջան, օրինակ, ինչ է խորհրդանշում ծաղկազարդը եւ ինչու է այն այդքան կարևոր մեր քրիստոնյաների համար ու նաեւ ինչպես հասկանալ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ որպես թագավոր, բայց միևնույն ժամանակ նաեւ հնազանդությունը իր։ Արթուր ջան, ուրեմն ուրբաթ օրը այսօր հիմա որ ձայնագրություն ենք անում, 40-րդ օրն է մեծ պահքի եւ վաղվանից Ղազարոսի հարությամբ սկսված ավակ շաբաթն է սկսվում, թեև ավակ 2 շաբթի, 3 շաբթի ինտեգից են սկսվում, բայց ավակ շաբաթը խորքի մեջ սկսվում է Ղազարոսի հարությունից եւ գլխավորաբար ծաղկազարդից։ Եվ Հիսուս Քրիստոս մենք ավետարն է որ ընթերցում ենք Արթուր ջան, տեսնում ենք որ ինքը գնում էր արդեն Երուսաղեմ եւ ամեն անգամ ասում էր մարդու որդին գնում է Երուսաղեմ, պիտի մատնվի, խաչվի, հարություն առնի, որովհետեւ փրկագինն էր այդպես։ Ուրեմն ծաղկազարդից առաջ, այսինքն այս վերջին անգամն է որ Հիսուս գալիս է արդեն Երուսաղեմ, շատ անգամներ եկել Երուսաղեմ, բայց բարձ որպես սովորական ոչ ոք չէր պատկերացնում որ Մեսիան հենց Հիսուս Քրիստոսն է որ պիտի գար, իսկ արդեն հանդիսավոր մուտքը որ պիտի ունենար, վերջին անգամ արդեն գնում էր Երուսաղեմ, վերջին շաբաթը ապրելու երկավոր կյանք եւ իբրև Աստված իր կյանքը զոհաբերելու մարդկության փրկության համար։ Ինչն է հետաքրքիր այստեղ Արթուր ջան։ Գիտեք որ հրեաները Զատիկի տոն է որ մոտենում էր ամբողջ Հրեաստանի ժողովուրդը հավաքվում էր Երուսաղեմում նշելու իրենց ազատագրությունը եգիպտական գերությունից եւ արդեն իրենք Կիրակի օրը, այսինքն միակ շաբաթին 5 օր առաջ, ուրբաթից 5 օր առաջ իրենք գնում էին այդ զատկական գառը գնում են իրենց տուն էին բերում։ Հիմա Հիսուս այդ ուրբաթից առաջ 5 օր առաջ ինքը արդեն հանդիսավոր գալիս է Երուսաղեմ ցույց տալու համար որ ճշմարիտ գառնուկը Աստծո գառնուկը գալիս է սոհաբերվելու մարդկանց մեղքերի համար։ Եվ հետաքրքրական է որ այս անգամ Հիսուս ինքը արդեն հանդիսավոր է գալիս։ Եվ ինչ է ասում, ինչև այդ, ասում է գնացեք ձեր դիմացը գյուղը որ կա, այնտեղ կտեսնեք էշև ավանակը կապված, կարծակեք կբերեք, եթե հանգարց մեկը ասի թե ինչու եք տանում, կասեք որ Տիրոջն է պետք եւ նրանք կտան։ Ուրեմն սատանան էր, չէ՞, մարդկանց ինքը գերության մեջ էր պահում, եւ երբ որ մարդը պիտի ազատագրվի, սատանան ասում է ինչ եք անում, բայց երբ որ ասում ենք Տիրոջը պետք է, սատանան լրությամբ համաձայնում է, այդ խորհրդաբանությունն է այստեղ։ Իսկ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ Քրիստոսի խորհրդանշում է իր փառահեղ գալուստը, դատաստանը, որ Տերը պիտի գա դատելու։ Եվ նստում է արդեն ավանակի եւ էշի վրա, երկուսին միասին։ Հիմա հարց կառաջանա, թե ինչպես միաժամանակ կարող է մարդը նստել երկուսի վրա, եթե կարգ չէ։ Ուրեմն Հիսուս մինչև Երուսաղեմի դարպասների մոտ եկավ էշի վրա, իսկ դարպասների մոտից արդեն նստեց ավանակի վրա։ Էշը խորհրդանշում էր հрьяաներին, հрьяական օրենքները, որ եկավ դրանցով, իսկ արդեն ավանակը, որով մուտք գործեց Երուսաղեմ, հեթանոսներին, որ եկել է բոլորի փրկության համար Տերը։ Ինչու էշով եկավ։ Սա էլ հետաքրքիր է Արթուր ջան, մեր եկեղեցու հայրերը ինչ են մեզ սովորեցնում, ձիով եթե գար, ձին ինքը պատերազմի խորհրդանիշն է, այսինքն երբ որ ձիով հանդիսավոր գար, շատ շատերն են մինչև այդ ձիով մուտք գործել Երուսաղեմ, դա նշանակում որ ինքը եկել է պատերազմելու համար, գրավելու համար։ Բայց Հիսուս էշև ավանակի վրա եկավ խոնարհությամբ, ցույց տալու որ ինքը խաղաղության համար է եկել։ Եվ սա նաև հետագայում եկեղեցի առաջնորդներին է վերաբերում, հայրերն ասում են որ իրենք սովորեն որ իրենց առաքելության մեջ փառք չպիտի փնտրեն, փառավոր կյանքի համար չպիտի ապրեն։ Հիսուս մինչև այդ հիշում ես բոլոր քաղաքները գյուղերը ոտքով էր գնում։ Սա առաջին դեպքն է, որ Հիսուս ուզեց որ էշև ավանակի վրա նստած գնալ։ Երբ որ արդեն մոտենում էր Երուսաղեմին, դղրդոց եղավ, չէ՞, քաղաքը ցնցվեց եւ բոլոր մարդիկ դուրս եկան Հիսուսին դիմավորելու։
Այսինքն, երբ որ Հիսուս երկրորդ անգամ գա դատաստանի, դղրդոց պիտի լինի։ Առաջին անգամ երբ մենք այդ դղրդյունը լսեցինք, դեռն ընդառաջին, չէ, որ Հիսուս 40 օրեկան մանկանը բերեցին տաճար, քաղաքում մեծ աղմուկ եղավ, մարդիկ դուրս եկան Տիրոջը դիմավորելու։ Հիմա ինչու էր բազմությունը շատ, որովհետև դրա նախորդ օրը Հիսուս Ղազարոսին էր հարություն տվել, նրա լուրը հասել էր ամենտեղ, մարդիկ դուրս են եկել Հիսուսին փառավորելու եւ իրենց զգեստները հանեցին, թռեցին Հիսուսի առջև, ինչը նշանակում է, որ հին մարդը իր վրայից պետք է հանի մեղքի հագուստը, նորը հագնի, Քրիստոսով զգեստավորվի, սա է նշանակում, իսկ ծառի ճյուղերն ու արմավենու ճյուղերը բերել Հիսուսի առջև փրկելու ցույց է տալիս, որ բոլորը, թե մարդիկ, թե երկինքը, երկիր, ամբողջ բնությունը խոնարհվում է մարդկանց համար։ Եվ ճյուղը ինչու համար էր ճյուղերը բերում, Արթուր, ճյուղի վրա ինչ ունենք մենք, ինչ ենք տեսնում ճյուղի վրա, Տերևները, տերև, ծաղիկ եւ պտուղ, չէ՞, ուրեմն 3 բան կա, տերևը, ծաղիկը, պտուղը, ուրեմն ծաղիկը մեր հավատքն է, որ մարդը պետք է Քրիստոսով բացվի, իր հավատքը պիտի բացվի, տերևը մեր հույսն է, այսինքն երբ որ ծառը կանաչում է, նշանակում է կյանք կա, չէ՞, նրա մեջ հույս է տալիս, իսկ պտուղը սերն է, ուրեմն այս 3 օրինակով Հիսուս ուզում է ծառի ճյուղերի խոնարհումով նաև ցույց տալ, որ մարդը եթե հավատքը, հույսը, սերը չունենա իր կյանքի մեջ, ինքը չի կարող բացվել Տիրոջ ընդառաջ գնալ։ Ինչու ծերերն ու մանուկները եկան երկրպագելու, ծերերը խորհրդանշում են այն մարդիկ, ովքեր հավատքով ապրել են, դարձ են մնացել, մաքրվել են, իսկ մանուկներ անմեղ էակներն են, որ գալիս են ցույց տալ, թե մենք ինչպես պետք է Քրիստոսին դիմավորենք մեր կյանքից ներս։ Դրա համար Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Երուսաղեմ ինչ էր նշանակում։ Խաղաղություն, չէ՞, այսինքն խաղաղության իշխանը գալիս էր խաղաղություն հաստատելու։ Խորհրդավոր իմաստով Երուսաղեմ մարդը ինքն է, երբ որ Հիսուս մուտք գործեց Երուսաղեմ, առաջին քայլը ինչ արեց, ուր գնաց։ տաճար, Տաճար։ Տաճարը ինչ անելու, մաքրելու։ Տաճարն էլ մարդու սիրտն է, Արթուր ջան։ Երբ որ Քրիստոս գալիս է քո կյանքի մեջ, դու ihn պիտի ուղեկցես քո սիրտ մաքրելու։ Ինչու գնաց տաճար, ցույց տալու համար, որ օրենքի պահողները, այսինքն օրենսգետները, փարիսեցիները, դպիրները, քահանապետերը, որ իրենց օրինապահ են համարում, բայց Հիսուսին օրենքները խախտող էին համարում, եկավ ցույց տալու նրանց երեսպաշտությունը։ Ինչ էր գրված գրքի մեջ, սուրբ գրքի մեջ, որ որևէ անմաքուր բան չպիտի լինի Աստծո տաճարի մեջ։ Իսկ նրանք տաճարը վերածել էին շուկայի, չէ, առևտրի, եւ ասում են իմ հոր տունը պետք է աղոթքի տուն լինի, իսկ դուք այն ավազակների որջեր եք դարձրել։ Եվ երկրորդ, այդ սրահը, որտեղ որ շուկան էր տաճարի մեջ, այդ հատվածը Տերը պատվիրել էր հեթանոսների համար, որպեսզի հեթանոսներն լինեն տաճարի մեջ, կարողանան Տիրոջը ճանաչել։ Բայց քանի որ հрьяաները այնքան էին ատում հեթանոսներին եւ նրանց համարում են շուն եւ դժողքի համար վարելափայտ, նրանք այդ հատվածը վերածեցին շուկայի, առևտրականներին բերեցին դրեցին այնտեղ, որպեսզի հեթանոսները ընդհանրապես մուտք չգործեն տաճար։ Իսկ Տերը եկավ, բոլորին մաքրեց, դուրս հանեց տաճարից, ինչպես ցույց տալու մեզ համար, որ քո սրտի մեջ այստեղ այդ առևտուրը չհանես, ինչ որ ավել նորդ է, անպետք է քո սրտի մեջ չհանես, դու ինքդ չես կարող Քրիստոսին ճանաչել եւ Քրիստոսին դիմավորել քո կյանքի մեջ։ Այստեղ մի հետարակական բան կա, չէ՞, ասում է փարիսեցիները մոտեցան Հիսուսին ասելու, ասա թող լռեն, ասաց եթե նրանք լռեն, բոլորը կաղաղակեն եւ նույնիսկ ծծկեր երեխաները, չէ՞, մանուկ երեխաներն էին աղաղակում, փառավորում Հիսուսին ասելով Օսաննա, օրհնելևորնա գալիս է Տիրոջ անունով։ Ուրեմն այդ երեխաները, այն 40 օրեկան երեխաներն են, որոնց իրենց ծնողները բերել էին տաճար 40-րդ օրվա խորհուրդը կատարելու, տաճարին ընծայելու երեխաներին, անգամ այս երեխաները աղաղակեցին եւ ասում են թե սրանք էլ են քարերը կաղաղակեն։ Ուրեմն Երուսաղեմում մեր հայոց վանքում հրեշտակապետած վանքում, որ ավանդության համաձայն Կայափայի տունն է եղել այդտեղ, որտեղ Հիսուսին տարել են, եւ այդ տաճարի անկյունի վրա այդ Օվսաննայի քարերը կան, որ ավանակի տեսքով ցույց է տալի, որ քարերն են աղաղակում Օվսաննա են կանչում Քրիստոսին։ Եվ ասում են նրան մոտեցան տաճարում ովքեր կաղերն ու կույրերը, Հիսուս բժշկեց նրանց։ Մինչ այդ դեպք եղել էր, երբ որ Դավիթ մարգարեն մտել էր տաճար, թույլ չէին տվել, որ կաղերն ու կույրերը մոտենան, ասել որ արգելված է եւ հրամայել են, որ նրանց սպանեն։ Հիմա կույրերն ու կաղերը մոտեցան Քրիստոսին ցույց տալու համար, որ Աստծո տունը բոլոր մարդկանց համար է եւ բոլորը կարող են այդ տան մեջ գալ, բնակվել եւ Տիրոջը փառաբանել։ Տեր հայր ջան, օրինակ այդ նույն ժողովուրդը, որ Քրիստոսին դիմավորեց Օվսաննայով, այդ նույն ժողովուրդը մերժեց Քրիստոսին նաև։ Սա ինչ է ասում, որ մարդու բնության մասին, որ մարդը դավաճանա, որ մարդը ուրացողա,
Ինչ ցույց տվեց Աստված, ինչ էր ուզում ցույց տալ դրանով մարդու էության մասին։ Արթուր ջան, ու Աստված ոչ թե ուզում է ինչ-որ բան ցույց տալ, մարդու էությունը պարզ է, մենք ցանկացած ժամանակ, երբ որ մեզ օգուտ ունենք այդտեղից, կարող ենք ճշմարտություն ուրանալ եւ բռնել այն ինչը որ սխալ է կամ մեղք է։ Այնպես էլ Քրիստոսի պարագային, Քրիստոսին որպես թագավոր ընդունեցին, բայց այդ նույն ժողովուրդը 5 օր հետո պահանջեց, որ Քրիստոսին խաչը բարձրացնեն։ Քրիստոսին իբրև ինչ դատեցին։ Նրան որպես Մեսիա դատեցին, որպես փրկիչ դատեցին, ոչ Քրիստոսին մեղադրեցին ռոմեական կայսրության դեմ խոսող եւ գործող, այսինքն պետական հանցագործության մեջ մեղադրեցին։ Նրան հոգեոր ոչ մի բանով չկարողացան մեղադրել։ Ասացին ասել, որ Պատճառը հեղափոխությունն էր, ասին ինքը հեղափոխական է, դրա համար դատեցին։ ապրես։ Հիմա տես Արթուր ջան, հասարակությունը այնպեսին է, հատկապես այսօր էլ չէ, համացանցում նույն օրինակն է, մարդուն կարող է 1 օր շատ բարձրացնել, 1 վայրկյան հետո այդ մարդուն ոչնչացնել։ Այդ նույն մարդիկ, որովհետև քանի որ մարդիկ իրենք դյուրահավատ են, շատ շուտ խաբվում են եւ ավելի շատ հակված են բամբասանքը լսելու, չարախոսությունը լսելու, քան ճշմարտություն լսելու, ում մասին ինչ որ ասում են, այդ մարդիկ հեշտությամբ կարող են հավատալ։ Մարդը, որ կարող է քեզ հետ մի ամբողջ կյանք կան ճանապարհ անցած լինել, քո ամեն օրվանից տեղյակ լինել, բայց երբ որ պահը գա, ինքը քեզ դավաճանի, որովհետև հավատա այն ստին ինչ որ քո մասին խոսել է։ Սա օրինաչափություն է մեր մարդկային կյանքի մեջ։ Բայց պետք է այդպես էլ լինել, որովհետև Քրիստոս պիտի խաչվեր, այսինքն ճանապարհը փրկության մարդկանց խաչելությունն էր եւ Հիսուս գալիս էր հենց այդ ճանապարհի համար, որպեսզի մարդկանց խաչի ճանապարհով հաշտեցներ երկնքի հետ։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ այն, որ ծաղկազարդի տոնով, այսինքն ծաղկազարդի գալուստով մենք տեսնում ենք մարդկային անկայունությունը, որ մարդը անկայուն է մնում։ Տես Արթուր ջան, Պիղատոսը ինչ արած։ Կանգնեցրեց Հիսուսին, ինքը գիտեր, որ ասում է Հիսուսը արդար եւ նախանձից չարությունից են մատնել եւ զատկի տոնին որևէ մեկին ազատ էին արձակում։ Հիսուս փորձեց գոնե այդ ճանապարհով մարդկանց միջոցով ազատագրել Հիսուսին, ասեց ում ազատեմ, Հիսուսին թե Բարաբային, բայց քանի որ օրվա կրոնավորները, փարիսեցիները, քահանայապետերը, օրենսգետները, ժողովրդի ծերերը իշխանությունն են ժողովրդի վրա, նրանք պահանջեցին Բարաբային եւ ամեն օր է մեր առջև այդ ընտրությունը։ Հիսուսին ենք ուզում, թե Բարաբային ենք ուզում, Արթուր ջան։ Ամեն օր դրված է մեր առջև այդ ընտրությունը։ Մենք ամեն առօր երբ որ արթնում ենք, այդ ընտրությունն ունենք՝ Հիսուսով ապրել, թե Բարաբայով ապրել։ Հիսուսի նմանությունը, Հիսուսանման կյանք ունենանք մեր կյանքի մեջ, թե մեղքի կյանք ունենանք այս աշխարհի մեջ։ Ամեն օր արթնանում ենք այդպես եւ Մարգարեության մեջ Տերն էլ ասում է զավակս քո առջև 2 ճանապարհ եմ դնում՝ կյանքի օրհնության ճանապարհը եւ մահվան ու անեծքի ճանապարհը, բայց ասում է լավ կլինի որ դու ընտրես կյանքի օրհնության ճանապարհը։ Տերը նույնիսկ հուշում է քեզ, դու ինչ ընտրես, բայց ընտրությունը քոնն է։ Կյանք կունենաս օրհնություն, թե անեծքով մահ կունենաս այս աշխարհի մեջ։ Բայց սենց որ նայում ենք, ճիշտ է, դե Տերը գիտեր, որ պետքա խաչվի, պետքա հարություն առնի, բայց ինքը նաև իր խաչելությամբ Բարաբայի կյանքը փրկեց եւ հոգին է փրկեց։ Բարաբան հետո դարձավ Քրիստոսին, չէ՞։ Ինքը դարձավ հավատացյալ եւ փրկություն ստացավ։ Ինչ որ մի ավազակ էլի փրկվեց։ Արթուր ջան, խաչելությունը պիտի տեղի ունենար։ Այսպես թե այնպես է շատ մարդիկ, դες Հիսուսին խաչող հարյուրապետն էլ հավատաց, ասեց իրա որ սա Աստծո որդին էր։ Բայց կարծրացած փարիսեցիների քահանայապետերի սիրտը չփոխվեց։ Նրանք դարձ չունեցան։ Այո, ովքեր որ ուզում են Քրիստոսով փրկվել, կարող են փրկվել։ Որևէ քայլ, որ անում է Հիսուս, հենց այնպես չէ, ոչ մի բան պատահական չէ։ Տես ասում եմ 5 օր առաջ ինչու եկավ, արդեն ասած, չէ՞, որովհետև Գառնուկին 5 օր առաջ արդեն բերում են իրենց տուն մարդիկ, որ զատկի համար մորթեին։ Հիսուս 5 օր առաջ ճշմարիտ իբրև Գառնուկ եկավ Երուսաղեմ, որպեսզի մարդիկ ճանաչեն, որ Աստծո գառը նա է, որովհետև Հովհաննես Մկրտիչն էլ ասել էր, չէ, հավասիկ Աստծո գառը, որ իր վերցնում աշխարհի մեղքերը։ Ուրեմն եկա մեր մեղքերը վերցնել եւ Հիսուսի խաչելությունը փրկագինն էր։ Առանց Հիսուսի խաչելության չէր կարող լինել մարդու փրկություն եւ ազատագրություն։ Դրա համար Հիսուս եկավ խաչվելու մեզ համար, որպեսզի ամեն մարդ, ով որ ցանկանա, հավատա, ինքը կարողանա փրկվել։ Տեր հայր ջան, օրինակ ինչով է տարբերվում ավակ շաբաթը բոլոր մնացած տարվա շաբաթներից։ Ավակ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին օրերն են, Արթուր ջան։ Ինչու ավակ կոչվում, որտեվ ամենամեծ խորհուրդները այդտեղ կատարվեց, չէ՞։
հաղորդության խորհուրդը Հիսուսի խաչելությունը թաղում է վերջապես հարություն։ Այսինքն այս մեկ շաբաթվա մեջ ամփոփվեց ամբողջ այն ճշմարիտ վարդապետությունը, որով մարդը պիտի կարողանար փրկվել։ Դրա համար դա յուրաքանչյուր քրիստոնյայի համար իր կյանքի ամենակարևոր օրերն են։ Այսինքն դու մի քանի օր 5 օրի ծաղկազարդից սկսած մինչև ուրբաթ, ավագ ուրբաթը Հիսուսի հետ քայլում ես, այդ վերջին րոպեները, ժամերն ես ապրում իր հետ, վերջին խոսքն ես լսում, խրատն ես լսում, Հիսուսի հետ ընթրիքին ես մասնակցում, ոտընդվային ես մասնակցում, մատնության գիշերվա մեջ ես քեզ պատկերացնում, դու ինչ կանեիր։ Հիշում ես Պետրոս Արաքյալը ասաց էր, եթե բոլորը քեզ ուրանան, ես չեմ ուրանա, մինչև մահ քո հետ կգամ։ Բայց առաջինը Պետրոս Արաքյալն ուրացավ, բոլորը փախան, Հիսուս մնաց մենակ, նույն զգացողությունը դու ունեցիր, մի պահ դու քեզ ինքդ աչքերդ փակիր ու պատկերացրա, որ քեզ եկել են ձերբակալելու, այն քո բոլոր ընկերները, բարեկամները պատրաստ են կյանքը քեզ տալու, հիմա դու մենակ ես, ոչ ոք չկա։ Այդ զգացողությունը, այդ ապրումը քեզ ստիպում է անդրադառնալ, որ այս կյանքի մեջ միակ անդավաճան ընկերն ու բարեկամը Հիսուս Քրիստոսն է քեզ համար։ Միայն ինքը քեզ չի դավաճանում, միայն ինքն է, որ ինչ էլ որ դու անես, քեզանից չի հրաժարվելու, քեզ սիրելու է։ Այս ապրումներն ես դունում, դրա համար ինքը կարևոր օրերն են քրիստոնյայի։ Այս ընթացքում մարդիկ պետք է ոչ թե աշխատանքից կիսատ պրատված են գնան եկեղեցի, այդ խորհուրդը ապրեն, այսինքն մեկ շաբաթ է քեզ տրված, ինչ կանեիր քո փրկության համար։ Այսինքն ցանկացած մեկից եթե ասեն այսօր քո կյանքի վերջին շաբաթն է, ուրբաթ օրը պիտի մեռնես, հաջորդ ուրբաթ պիտի մեռնես, այս 7 օրերի ընթացքում մենք ինչ պիտի անենք։ Կաղոթենք, Ապաշխարենք, աղոթենք, ապաշխարենք, մաքրվենք, խնդիր ունենք, կներենք, ողը որ մեր կար չարություն, բարկություն, ատելությունը կհանենք մեր միջից, կպատրաստվենք Քրիստոս դիմաց, թե կփորձենք գնալ լավ ժամանակ անցկացնել, հաճելի վայրերում լինել, հետո ինչ կլինի մեզ հետ։ Ուրեմն դրա համար է ինքը մեզ համար այսքան կարևոր մեկ շաբաթ, որով դու քայլում ես Քրիստոսի հետքերով, ապրում ես այն զգացողությունը, ինչ որ կապրեր առաջին դարի մարդով եկել այդ օրերին Երուսաղեմ քաղաքում էր եւ ականատեսներ այդ ամենին։ Օրինակ դուք հիմա ինչ խորհուրդ կտաք մեզ, ինձ, բոլոր մնացած մեզ քրիստոնյա եղբայրներին, քույրերին, ինչպես անցկացնենք այդ ավագ շաբաթը, Տեր Հայր ջան։ Նախ ծաղկազարդով մեզ համար բացվում է ծաղկազարդի երեկոյան Արթուր ջան շատ գեղեցիկ արարողություն ունենք, որ կոչվում է դռնբացեք։ Շատ գեղեցիկ խորհուրդ է, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, ահեղ դատաստանի եւ աշխարհի վաղճանի խորհուրդն է։ Եկեղեցու դռան առջև եթե գավիթ կա, գավիթի մեջ ենք անում, եթե գավիթով չի եկեղեցին, բարակույրը փակում ենք, այդպես ենք անում։ Եվ ինչ ենք անում, տես 3 անգամ դրսից գոռում ենք, բաց մեզ Տեր, բաց մեզ, բաց, քո ողորմության դուռը կա, բաց, որտեղ ողբալով քեզ ենք կանչում։ Ներսից քահանան, որ Աստծո ձայնն է խորհրդանշում, հարցնում է. Արդյոք պատրաստ եք դուք, որ կարող եք մտնել։ Այո, ասում ենք մենք մեր մարդկային տկարությունը ինչքան որ թույլ է տվել, մենք փորձել ենք պատրաստվել։ Հետո նորից ենք խնդրում, 3 անգամ այս բաց մեզը շարունակում ենք, ասում ենք, բայց սա մեղավորների տեղը չէ։ Մենք էլ ասում ենք ունենք այդտեղ, մենք էլ կարող ենք գալ քո մոտ, խնդրում ենք թույլ տուր մտնենք ուրախության մեջ եւ իր ողորմության դուռն է բացում վերջում մեզ համար Տերը։ Ուրեմն ցանկացած մարդու համար դուռը երբ որ բացվում է Աստված իր ողորմության դուռը բաց է պահում, դու պիտի գիտակցես։ Այ ավագ շաբաթը ամենակարևոր օրից մեկը լինելով ինչ պետք է անի։ Մարդը նախ այդ օրերին պիտի կտրվի աշխարհից։ Հեռախոս, համացանց, ամեն բան փակի իր համար, կենտրոնանա իր կյանքի վերջին օրերն են։ Ինչ պիտի անես դու։ Աղոթական կյանք։ Այդ օրերի ընթացքում շատ Աստվածաշունչ կարդալ, աղոթել, եկեղեցին գնալ այդ ամբողջ արարծիսական արարողությանը մասնակցել այդ ամբողջ խորհրդի մեջ տեսնում ես այդ տառապանքը, ցավը եւ վերջապես հաղթանակը ինչպես պիտի լինես։ Եվ շատ կարևոր նաեւ նույնիսկ ծոմապահություն ունենա մարդը, ծոմապահությամբ գնա այս ամենին, որպեսզի կարողանա հասկանալ ինչ զգաց Քրիստոս, ինչ ապրեց եւ դու ինչ ես զգում եւ ինչ ես ապրում այս ամենի մեջ։ Սա ամբողջական կենտրոնացում, որտեղ ոնց որ ես մանրամարզիկ օրինակը բերեմ Արթուր ջան, երբ որ մանրամարզիկ օրինական բշամարտիկ ամբողջ տարվա մեջ ինքը մարզվում է, չէ՞, բայց երբ որ ինքը պիտի գնա օլիմպիական խաղերին, իր մարզումները կրկնապատկում, եռապատկում է, չէ՞, որպեսզի հաղթանակած վերադառնա։ Այնպես էլ այս ավագ շաբաթ եւ ընդհանրապես մեծ պահքի ընթացքը այդ օլիմպիական հաղթանակին հասնելու խորհուրդն է։
Եվ ինչպես որ Պողոս Արաքյալն է ասում, ես իմ բարի պատերազմը ավարտեցի եւ գնում եմ իմ պսակը ստանալ։ Ուրեմն մենք գնում ենք այդ գապնե պսակի հետևից, որ Քրիստոսի միջոցով այդ չարչարանքը անցնենք, խաչի ճանապարհ անցնենք, բայց անպայման հաղթանակած դուրս գանք հարության վիճակում։ Տեր Հայր ջան, ինչի օրինակ Հիսուս Քրիստոսը ընտրեց խաչը որպես փրկության նշան։ Խաչը ինքը խորհրդանիշն է կենաց ծառի։ Ինչպես որ Ադամն ու Եվան կամավորապես գնացին արգելված ծառի պտուղը քաղեցին, կերան, մահկանացու դարձան, Քրիստոսի խաչը այդ կենաց ծառն է։ Քրիստոսն էլ այդ պտուղն է, որով մենք կյանք ենք ստանում։ Դու կամավորապես պիտի գնաս խաչի մոտ այդ պտուղը ճաշակելու, Քրիստոսին ճաշակելու քո մեջ, որպեսզի փրկություն գտնես։ Հիսուս այլ ճանապարհով չէր կարող գնալ, որովհետև օրենքի մեջ գրված էր անիծված այն մարդը, ով կախված է ծառից, այսինքն Աբրահամի օրինակն ենք տեսնում եւ Իսահակին տարած զոհաբերելու, սա Քրիստոսի զոհաբերության խորհրդանիշն է, որ Հայրը ինչքան է սիրում մեզ, որ իր զավակին պատրաստ է զոհաբերելու մարդկանց փրկության համար։ Հիսուսին ոչ կարող են գլխատել, ոչ կարող են սրոպ սպանել, անպայման պիտի խաչ հանեն, որովհետեւ դա ամենադաժան մահապատիժն էր եւ Հիսուսին որպես մահապար չէ հանցագործ ներկայացրեցին եւ դրա համար տարան խաչեցին, քաղաքից դուրս ճանապարհի եզրին խաչեցին։ Դրա համար այդ խաչը, որ ամենասարսափելի միջոցն էր, պատժի գործիքներ, ամենաանհարգալից վերաբերմունքն էր մարդուն, որով մարդուն պատժում էին, այդ ճանապարհը պիտի Հիսուս անցներ, որպեսզի խաչը, որ մի ժամանակ մահվան գործիք էր, քրիստոնյայի համար դառնա կյանքի միջոց, որպեսզի խաչին նայելով եւ օրինակը մենք տեսնում ենք նաեւ անապատում, հիշում եք, երբ որ հրեա ժողովուրդ անապատում Աստծո դեմ ապստամբեց, Տերը թույլ տվեց օձերը մտան նրանց բանակատեղի մեջ եւ ում որ խաթում են մահանում են եւ Մովսես մարգարեն աղոթեց Տիրոջ ասելով Տեր միթե բերեցիր այս անապատում կոտորելու Տերն ասում է մի պղնձից օձ պատրաստիր խաչի պես կախիր անապատի մեջ ում որ օձը կխայթի կգան կնայեն այդ պղնձի օձին եւ կկենթանանան ցույց տալու համար որ ում որ մեղքով կխայթվի ում որ սատանան մեղքով կհարվածի թող գան այ խաչին Քրիստոսի միջոցով կյանք ունենա։ Դե ես գիտեմ, որ դա անհրաժեշտ էր, բայց ուղղակի սենց հարց շատ մարդիկ կան, որ հարցնում են. արդյոք ասма Քրիստոսի տանջանքները, չարչարանքները անհրաժեշտ էր մարդկանց փրկության համար։ Պատմական օրինակ վերցնենք նայենք, երբ որ այն հին ժամանակներում թագավորությունը թագավորության հետ կռվում էր, հետո պիտի հաշտվեն, ինչ էր լինում, պահանջում էին մյուս թագավորից նրա զավակին ուղարկել իր մոտ, որպեսզի մնա իր մոտ, որպեսզի հանկարծ նրա հայրը չհամարձակվի հետո հարձակվել այս պետության վրա, այսինքն նրա զավակին ուղարկում են նրա մոտ գերության։ Հիմա մարդկանց փրկության համար գինը սա էր։ Աստված պիտի երկնքից իջներ, մարմնանար, խաչի ճանապարհ անցներ, որպեսզի մարդ ազատագրվեր։ Սա գինն էր չարչարանքի։ Այսինքն մինչև Հիսուս Քրիստոս ինչ եղավ, Աստված մոտավորապես 400 տարի չխոսեց մարդկանց հետ արդյոք մեղքերի պատճառով, բայց այնքան էր սիրում մարդկանց, որ հանձն առավ իր զավակը իջնի երկնքից երկիր, որպեսզի մարդուն, մեղավոր մարդուն նորից երկինք վերադարձնի։ Անհրաժեշտ էր այդ չարչարանքները, որպեսզի մարդը նաև հիշի, թե ինքը ինչ գնով է ազատագրված։ Մեզ երբ որ որևէ մարդ մի լավություն է անում, մի բարի գործ է անում, մենք ամբողջ մի կյանք փորձում ենք այդ մարդուն շնորհակալ լինել։ Բայց երբ որ մարդ իր կյանքը զոհաբերում է մեզ համար, մենք անտարբեր ենք։ Ամենավառ օրինակը Արցախյան պատերազմի ժամանակ այսքան զոհված տղաներ եւ հիմա իրենց ծնողները մնացել են իրենց ցավերի հետ մենակ։ Ոչ ոք չի հիշում այդ մարդկանց։ Նրանց զոհաբերություն, չէ՞ որ մենք նրանց կյանքով ենք ապրում, իրենց կյանքի շնորհիվ մենք նոր կյանք ենք ստացել։ Այնպես էլ Քրիստոս իր կյանքով մեզ նոր կյանք տվեց, որպեսզի մենք ազատագրված ապրենք, մեղքի ապականությունից դուրս ապրենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ նորից վերադառնանք մեր մեղքին։ Հիշենք այն չարչարանքային գինը, որով մենք ազատագրված ենք մեղքից։ Տեր ջան, հիմա քանի որ կյանքը փոխվել է, հիմա արդեն ժամանակակից են ապրում մարդիկ, ժամանակներն են փոխվել, մի քիչ մարդկանց համար բարդ է հասկանալը։ Կուզենայի, որպեսզի բացատրեիք ժամանակակից նամանավանդ նոր սերունդին, ինչպես իրանք հասկանան այդ մեղքի եւ փրկության եւ մաքրության այդ հարաբերությունը, թե ինչպես այդ ամեն ինչը կատարվեց եւ ինչի հանուն ինչի կատարվեց, որպեսզի իրանք մի քիչ ոնց որ ասած
իրանց update եղած լեզվով հասկանան, ժամանակակից լեզվով հասկանան նամանավանդ նոր սերունդը, թե ինչի պատահեց այսքանը իրենց համար։ Արթուր ջան, ժամանակները ճիշտ է փոխվել են, զարգացել է աշխարհը, ամեն բան ավելի հեշտ ու հասանելի է դարձել, բայց մեղքը նույնն է մնացել։ Մարդու բարոյական անկումը շարունակվում է, դա բոլոր ժամանակներում այս խնդիրը եղել են, բոլոր սերունդների համար խնդիր կա։ Այն ժամանակ մեղքը թաքնված էր չենք տեսնում, այսօր մեղքը ամեն օր գովազդվում է, բացահայտություն են տալիս, որպեսզի մենք այդ մեղքի կյանքը ապրենք։ Ամենապարզ բանը, եթե մարդը արթնանում է, ցանկացած մարդ ինքը արթնանում է, եթե ինքը մտածի մեն ինչ պիտի ուտի, ինչ պիտի հագնի, ինչ պիտի անի, այս նույն բանը կենդանին էլ է անում։ Արթնանում երբ որ կենդանին գազան, երբ որ անտառի մեջ արթնանում է, ինքը մտածում է այսօր ինչ պիտի ուտի, ոնց պիտի պաշտպանի, մեկ էլ ոնց պիտի բազմանա։ Եթե մենք էլ ենք այս կենդանական բնազդով ապրելու, նշանակում է, որ մենք կենդանուց ոչնչով չենք տարբերվում։ Դավիթ մարգարեն ճիշտ էր ասում, մարդը պատիվ ուներ, բայց հավասարվեց անբան անասուններին։ Այսինքն մենք անասուն չենք։ Մարդը հոգի ունի եւ դու հավատաս թե չհավատաս, դու այդ հոգու համար պիտի պատասխանատվություն կրես։ Ուրեմն նաեւ մենք մտածում ունենք, չէ՞, մտածողություն ունենք, որ լավ ինչու համար ենք ուտում, ինչու ենք ապրում։ Եթե իմ կյանքի վերջնակետը մահն է, ես մի օր պիտի մահանամ, ինչու եմ ես ամուսնանում, ինչու եմ զավակներ ծնում, ինչու եմ աշխատում, ինչու եմ անում, որովհետեւ մի օր մեռնում եմ։ Այսինքն նույնիսկ իմաստ չկա դրա մեջ, չէ՞, մեռնելու համար այսքան բան անես։ Նշանակում է մենք ծնվել ենք մեռնելու համար։ Ես չեմ ծնվել մեռնելու համար, ես ծնվել եմ ապրելու համար։ Եվ մեր ծնունդից մինչև մահ ընկած այս ժամանակահատվածը, որ մենք կյանք ենք կոչում, սա մեկ նպատակ ունի՝ Աստծուն փնտրել եւ գտնել։ Մարդը այս իր ամբողջ կյանքի ընթացքում փնտրում է Աստծուն, ցավոք սրտի շատ-շատերը մահով են Աստծուն գտնում, եւ եթե փրկություն ունեցել են, իրենց կյանքը ապրել են այնպես, որ հավիտենական կյանք ժառանգեն, մայից հետո պիտի ապրեն հավիտեն, եթե ոչ, իրականում պիտի մեռնեն։ Հիմա այսօր երիտասարդի համար ինչ է, ամեն բան լցված է մեր կյանքում, մենք նույնիսկ այսօր ավելի շատ ենք օգնում, քան 10 տարի առաջ կամ 20 տարի առաջ, չէ՞։ Դու այն ժամանակ մեր օր ավելի հագեցած էր, ավելի շատ էինք աշխատում, բայց չենք հոգնում։ Հիմա ամեն բանից հոգնում ենք։ Ինչու, որովհետև գալիս է մի ժամանակ, երբ որ դու հասկանում ես, որ այս ամենը ուղղակի մեր մարդկային պետքերի համար է, սա մեր հավիտենության համար չէ։ Եվ այսօր երիտասարդի առաջին քայլը որը պիտի նախ պետք է մի անգամ գոնե կարդաս սուրբ գիրքը հասկանալու համար։ Երբ որ դու չես կարդացել, չես ճանաչել, չես զգացել, շատ դժվար է քեզ հասկանալ, թե Տերը քեզանից ինչ է պահանջում։ Եթե դու Տիրոջը չես հավատում, քո կյանքի մեջ Աստված չկա, նույնիսկ բարոյականությունը ընտրության հարց է, չէ՞, ճաշակի հարց է, դու ինչպեսի բարոյականությամբ ես ուզում ապրել։ Այլ որ մեծ պետությունները, ղեկավարները քարոզում են, որ ինչպեսի բարոյական հասարակարգ են ուզում ունենան, ինչպեսին ենք մենք ուզում։ Եթե օրենքի հասարակարգ ես ուզում ունենաս, դու օրենքը չես կարող խփել, ամենտեղ պիտի միտեղ փորձես օրենքը շրջանցել։ Որտեւ օրենքը, երբ որ պատիժ կա, ժամանակ կա, որ քեզի ազատազրկում կա, այս մյուս բաները կան, դու պիտի խուսափես։ Բայց երբ որ դու հոգևոր կյանքի մեջ ես, քեզ օրենքները չեն հետարկում, դու ազատության մեջ ես ապրում։ Այն մարդկանց թվում է, թե հավատալով իրենց կյանքը սահմանափակում են, հավատալով իրենք կիսատ կյանք են ապրում կամ հավատացող մարդիկ դժբախտ են։ Սա է խնդիրը։ Նաև մեզանից է գալիս երբեմն, որ մենք էլ միշտ հավատացյալների մեծ մասին տերմես տխուր դեմքերով, բառ դեմքով, ասենց հոգշաշատ դեմքով ժպիտ չկա, ուրախություն չկա իրենց կյանքի մեջ։ Այն էլ ասում է, դե если եթե հավատացյալ ասենց մռայլ դեմքով է, ավելի լավ է ես գնամ աշխարհի մեջ ավելի ուրախ լինեմ։ Քրիստոնյան ուրախ մարդն է, հոգև ուրախություն ապրող մարդն է։ Դրա համար առաքյալն էլ Պողոս առաքյալն ասում է՝ ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Մենք իրեն պիտի սովորացնենք, որ հավատքի կյանքը տխուր կյանք չէ, հավատքի կյանքը սահմանափակումների կյանք չէ, այլ անսահման ազատության մեջ ապրող մարդն է, ով գիտակցում է ինքը ինչպես պիտի ապրի, որպեսզի ուրախությունը չպակասի։ Սա է այսօր դրված մեր առջև։ Եվ մեղք այսօր ավելի շատ է գովազդվում, մեղքի կյանք ավելի շատ է քարոզվում։ Ամենապարզ տես Արթուր ջան, մարդիկ որևէ երգ են երգում, հետո տեսահոլովակ պիտի նկարեն, անպայման այդ տեսահոլովակը պիտի մեր աղջիկներ լինեն, կիսաբաց, այսպես մեղքը գայթակղող, որ մարդը ոչ թե երգը լսի, երաժշտության մելոդիան հասկանա, այլ ինքը մեր աղջիկներին նայելով այդ նյութը նայի։ Ես երբեմն նայում եմ YouTube-ի մեջ, ասենք ամենակեղտոտ հումորային հաղորդումը դնում են մի քանի ժամվա մեջ մի քանի տասնյակ հազար հարազոր դիտումներ կան, բայց ցանկացած հոգևոր նյութ դնում ես,
ոչ ոք չի նայում, շատ նույն մարդիկ են գրեթե նայում, չեն ավելանում, որտեղ մարդկանց չի հետաքրքրում հոգևոր կյանքը։ Սա էլ գալիս է նրանից, որ մենք խոսում ենք ու չենք ապրում այդ կյանքը։ Մենք քարոզում ենք, բայց մենք դրա կրողները չենք։ Դրա համար չեն կարողանում մարդիկ գալ եւ հավատալ ու հասկանալ այդ ամեն ինչ։ Հիմա ի՞նչ է, ձեր կարծիքով դա քարոզիչներն են մեղավոր դրանում, որ մարդիկ չեն գալի, թե ուղղակի մարդիկ ուղղակի չեն ուզում գան։ Արթուր ջան, երկուսն էլ կան։ Հիմա այդ չորեքշաբթօր Սուրբ Գրքի սերտողության ժամանակ Տիտոսի նամակն ենք սերտում, այնտեղ ասում են ինչպես պիտի լինի հոգևորականը։ Այսինքն քահանան եւ եպիսկոպոսը ինչպիսին պիտի լինեն կամ չլինեն։ Ասում է թող լինի անբասիր, այսինքն անմեղադրելի կյանք ունենա, որ իրեն մեղադրողներ չլինեն մեղքի մեջ, մեկ կնոջ ամուսին լինի, հավատացյալ զավակներ ունենա, որ բորնկության մեջ հայտնված չլինեն։ Եպիսկոպոսն ասում է թող չլինի հանդուգն, հպարտ, կռվարար, շահամոր, այսպես։ Հիմա եթե այս ամենը կարող է, եթե ես քահանա լինեմ, բայց մեղքերի մեջ լինի ուրիշ մարդ, ով Քրիստոսին չի ճանաչել, կուզենա քրիստոնյա դառնալ ինպես։ Բայց Տեր Հայր ջան, բոլոր մարդիկ էլ մարդ են։ Արթուր ջան, Հա, առաջին բայց ես հասկանում եմ, բայց բոլորն էլ մարդ են, անմեղ մարդ գոյություն չունի։ Քահանան էլ կարա սխալվի իր կյանքում կամ ինչ որ թեթև, չեմ ասում մահացու մեղ, բայց թեթև ինչ որ բան կարա պատահի իր կյանքում։ Հիմա դա պատճառ չի դառնալու, որ մարդիկ Քրիստոսից հեռանան։ Արթուր ջան, Քրիստոսից հեռանալու մասին չի, խոսքը հավատացյալ մարդկանց մասին չի։ Անհավատ մարդ ուզում է քրիստոնյա դառնալ, գալիս է տեր շավարշին տեսնում է եկեղեցում, հետո տեսնում է եկեղեցուց դուրս, տեսնում որ այս մարդու կյանքը լրիվ տարբեր է, հետ կապ չունի, ինքը կուզենա գալ այդ եկեղեցի։ Չէ։ Չէ, չի ուզենա, բայց հիմա մի անգամ մի հատ դեպք էր պատահել Վրաստանում, հիշում եք, շարունակեմ ես։ հա, հիշում եք Վրաստանում դեպք էր պատահել, երկու քահանա իրար ծեծել էին աստվածաբանական հողի վրա, ինչ որ իրար չէին հասկացել, իրար ծեծել էին, բայց օրինակ վրացի ազգը այնքան սիրում է ու հարգում է իրանց քահանաներին, որ ասին հա ինչ անենք, իրանք Աստծո խոսքի վրա իրար չեն հասկացել, մեր քահանաներն են, հիմա իրար էլ ծեծել են։ Իրանք խնդիր չէին սարքել, բայց ասենք այդ նույն բանը եթե լիներ ուրիշ մի երկրում, կդառնար մի հատ մեծ պատմություն։ Արթուր ջան, այնպես չի որ Վրաստանում դա բոլորը միանշանակ ընդունում են։ Այդ հասկանալի է։ Մարդը ընդհանրապես ինքը կախված չէ մարդուց եւ մարդու միջոցով չի իր փրկությունը, իր փրկությունը Քրիստոսով է։ Բայց երբ որ մենք էլ կոչված ենք այդ ճանապարհի մեջ այդ մարդկանց առաջնորդելու, մենք մեր կյանքը պիտի այդ անմեղադրելի դա անբասիր կյանք դարձնենք։ Երկրորդը արդեն Արթուր ջան, շատ մարդիկ արդարանում են ասելով, որ ինչ մեղքեր են արել, որ օրինակ հիմա եթե մարդիկ կան ասում, եթե ես չեմ գողացել, չեմ սպանել, չեմ շնացել, ուրեմն սրանք են մեղքեր, ուրիշ մեղքեր չկան աշխարհի մեջ, այս երեք մեղքերը թե չի գործել, ուրեմն ինքը սուրբ է ու մաքուր է։ Երկրորդը մարդիկ ինչու չեն գալիս հոգևոր կյանքի մեջ, ինչու են կարծրացած մարդիկ հոգևոր կյանքի մեջ, մարդիկ չեն ուզում մեղքից դուրս կյանք ապրել արդյոք։ Կան մեղքեր, որ մարդիկ շատ են սիրում, ձգտում են այդ մեղքերին եւ նույնիսկ փայփայում են այդ մեղքերը ունենալ իրենց կյանքի մեջ եւ իրենց հաճույք են ստանում այդ մեղքերի մեջ։ Դա է պատճառը, որ շատերը չեն գալիս Քրիստոսին, մոտենում Քրիստոսին։ Հիմա տես պարզ օրինակը մենք տեսնում ենք մեծահարուստ երիտասարդ, որ մոտեցավ Հիսուսին, ասաց. «Ինչ անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ», ասաց. «Պահի բոլոր պատվիրանները», ասաց. «Մանկուց պահում եմ»։ Ասաց. «Քեզ մեկ բան է պակասում, գնա ամբողջ ունեցվածքը վաճառիր ու արի իմ հետևից»։ Այսինքն քանի որ շատ հարուստ էր, սա դժվար թվաց, թողեց ու հեռացավ։ Հիսուս ասաց. «Ավելի շուտ պարանը կմտնի ասարի անցքը, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն»։ Տես մարդը, որ ամբողջ կյանքում մանկությունից սկսած մինչև այդ պահը պահել էր բոլոր պատվիրանները, Հիսուսը ասում է քեզ մեկ բան է մնում կատարյալ լինելու համար, արի իմ հետևից հարստությունը բաժանի, մարդը չուզեց բաժանվել հարստությունից։ Հիմա նույն ձևով է մարդը, օրինակ ես շատ հաճախ որ գալիս են մկրտության, տղամարդկանց մասին է խոսքը, ովքեր ծխում են, երբ որ ասում են որ պիտի մկրտվես եւ այս 2 օրը ընդհանրապես պիտի չծխես, մերոնից երբ որ դուրս կգաս նոր ինչ կուզես կանես, մի որոշ մասը հրաժարվում է մկրտելուց, ասում ես չեմ պատրաստվում չծխել, ոնց կարող եմ չծխել։ Ամենապարզ օրինակն եմ սա կյանքից բերում քեզ։ Այսինքն մարդը Քրիստոսից հրաժարվում է, մարդը հանուն Քրիստոսի չի ուզում 2 օր չծխել։ Քրիստոսից հրաժարվում է ծխախոտի պատճառով։ Քրիստոսից հրաժարվում է, ընտրում է ծխախոտը։
Հիսուսին թողնում է, ընտրում է Բարաբային։ Հասկացա՞ր։ Ինչ ցավոտ Կամ է, բայց երբ որ գալիս է հետո եմ ասում, մեկ էլ ասում է, որ շուտ ասեիր, չէի կնքվի։ Հասկացա՞ր։ Ինքն մարդը, ինքը մեղքը, դες ամենապարզ բանն է, ծխախոտի օրինակն եմ բերում քեզ։ Մարդը սիրում է այդ մեղքը գործել։ Եվ ինքը պատրաստ է։ Ես իրեն բացատրում եմ, որ Քրիստոս քեզ համար խաչվել է, քեզ համար չարչարվել է, իմ ու քո պատճառով թքել են Հիսուսի վրա։ Դու 2 ժամ ինչ է որ իր համար չես, 2 օր ինչ իր համար չծխես։ Մարդը չի հաշտվում իմ ասածի հետ։ Սա հիմնական խնդիրը ստեղից է գա, երբ որ մարդը ուզենա մեղքը թողնել, նոր կյանք ապրել, ինքը կարող է թողել Արտուր ջան։ Հիմա նույն այդ ժողովուրդը, ինչքան մեկ օրվա մեջ Հիսուս 5000-ի կերակրման ժամանակ մեկ ամբողջ օր այդքան մարդ բժշկեց, այդքան մարդ առողջացավ, Երուսաղում այդքան հրաշքները տեսան, Ղազարոսի հարությունը վերջում տեսան, ինչ արեց Քրիստոս, 4 օրվա մեռելին հանեց գերեզմանից, բայց մարդիկ Հիսուսին վերջում պահանջեցին, որ խաչեն։ Որովհետև նորից եմ ասում Արտուր ջան, նույնը հոգևորականը, չէ, ինքը հանձն է առնում հոգևոր կյանքով ապրել, բայց մեկ էլ տեսնում ես հայտնում է մեղքերի մեջ։ Այնպես չի, որ ինքը ուզում է անել։ Մեր մարդկային հողեղեն բնությունը ձգտում է մեղք գործելու, չէ, Պողոս առաքյալը ոնց է ասում, հոգի մարմնի հակառակն է ուզում, մարմինը հոգու։ Հոգիդ մեկ բան է ուզում, բայց մարմինդ էլ մեկ բան է ուզում։ Բայց երբ որ դու ձգտում ես մարմնավոր մեղքերի մեջ, մի պահ մոռանում ես քո հոգևոր կյանքի մասին։ Եվ երբ որ առաջին անգամ հիշիլ առաջին անգամ ես կամ դու երբ որ սուտ ենք խոսել, ինչ վախի մեջ էինք մենք, չէ։ Այդ երբ որ չբացահայտվեց մեր ծնողները, երկրորդ անգամ արդեն սուտը ավելի հեշտությամբ տարանք, երրորդ անգամից հետո սուտը դարձավ սովորական բան մեզ համար։ Եվ մի հատ ճշմարտություն ու պիտի ասես, պատասխանատվությունից խուսափելու համար դու 11 ստեր ես խոսում, այդ մեկ սուտը արդարացնելու համար։ Չի գիտակցում ինքը որ սուտ խոհ, սուտը հոգևորը թողնենք դեռ մի կողմ, սուտը բարոյական արժեք է, չէ՞ որ չպիտի անես։ Հավատում ես կամ չես հավատում, չպիտի անես։ Հավատաս թե չհավատաս, չպիտի գողանաս, չպիտի խաբես։ Բայց մենք անում ենք դա, նշանակում է որ մարդը որոշակի մեղքեր գործելու համար հրաժարվում է ամբողջությամբ ապավինել Քրիստոսին։ Եվ մեկ արդարացում ունի, որ կասեմ, չեմ կարդացել, չեմ իմացել, ոչ ոք չի ասել, իրեն թվում է այդպես ինքը կխուսափի պատասխանատվությունից։ Դա համար շատերը մահվան ժամին են գիտակցում ու հասկանում, որ այս ինչ ենք արել մենք մի ամբողջ կյանք վատնել ենք ոչնչի համար։ Այն անգամ զրույց էի անում, հենց հավատացյալ մարդկանց հետ էի զրուցանում, ասին դե եթե այդ մարդը մեղք կա գործել, բայց անգիտակից է մեղքը գործել, հո ինքը մեղավոր չի, որ այդ մեղքը անգիտակից գործել է, ասում եմ, բայց երբ որ իրան արդեն ասում են, որ դա մեղք կա, ինքը արդեն գիտակցում է, որ դա մեղք կա, կամ պետք է ընդունի կամ չընդունի։ Մարդկա չի ընդունում, ասում է, չէ, դա մեղք չի, մարդկա ընդունում է։ Պետք է ինքը այդ ապաշխարի թե որ արդեն այնտեղ սկսում է մենենց մի հատ մեծ ուժեղ դիսկուսիա, որ արդեն ասում ես իզուրել խոսացի, որովհետև սկսում են արդարանալ, ախպե ջան, եթե մարդը անգիտակից արե մեղքը, մեկը կապ չունի, Աստծո առաջ պատասխան է տալու այդ գործած մեղքի համար։ Չէ, տենց է, չէ։ Արտուր ջան, ինքը չի հավատում, որ պատասխանվի դա։ Չի հավատում։ Եթե հավատա, հիմա տես Հուդան մեղքը, ասենք մեղքը ինչ ասել է, չէ։ Ինչ է մեղքը։ Ինչն ենք մենք մեղք ասում։ Օրենքի կամ հոգևորի առջև։ Ինչ է, այսինքն խախտել այն, ինչ չի Խախտում են օրենքի առջև, երբ որ խախտում ես օրենքը, բայց հավատքի, այսինքն երբ որ դու Քրիստոսից հրաժարվում ես ու գործում ես այն բաները, որ Քրիստոսին հակառակ է, Աստծուց հրաժարվում ես։ Մեկը ով չգիտի, որ հայերենը վատ բան է, չէ։ Ցավս էլ գիտենք։ Բայց հայոյում են մարդիկ։ Հավատացյալ թե անհավատ։ Ես շատ եմ լսել ցավոտ տեղերից մի կապի։ Մեծ մարդիկ, որ ասում են հայոյությունը օրհնություն է, նույնիսկ այնքան են մեղքի մեջ առաջ գնացել, ասում են օրհնություն է, կամ ասում են այս արաղը ոնց որ մերոն լինի, մենք ինչ մեղք են գործում, խմիչքը մերոնի հետ են համեմատում, ինչքան քաղցր բան է մեր կյանքի մեջ։ Հիմա տես մարդ երբ որ չի ուզում ընդունել իր մեղքը գիտակցել, շատ դժվար է համոզել ինքը մեղք, ինքը ուզում ամեն գնով մնա այն բանը, որ ինքը մեղք չի գործել, դա բնական վիճակ է։ Ամենաշատը ինձ որ հարցնում են օրինակ երիտասարդները, շնության մեղքն է, այսինքն մինչև ամուսնանալը շնանալ, հիմա մեղքա թե չէ, մենք մարդ ենք, բա բնական պահանջ է, բա մենք ինչ պետք է անենք։
Ամենաշատ բանը, որ ասում ես, ասում ոնց կարա մարդը այդքան ապրի առանց սեռական հարաբերության։ Ասում լավ է ամուսնացել, եթե չես դիմանում, մինգի մեղքի մեջ, կամ եթե պիտի գիտես այդ մեղքերը գործես, ուրեմն հետևիր ինչ ես նայում, ինչ ես լսում, ինչ ես ուտում, ինչ ես խմում, որպեսզի չառաջանա այդ ցանկությունները քո մեջ, եւ աղոթքով դու կարող ես զսպել քեզ այդ ամեն ինչը։ Սրանք պարզ օրինակներ, որ բոլորս էլ դրա միջով անցել ենք, անցնում ենք եւ պիտի անցնենք։ Բայց այստեղ խնդիրը մեկ բան է, մարդու մեղքի գիտակցում։ Միայն մեղքդ խոստովանելը դեռ չի նշանակում Աստված ճանաչողություն, Արտուր ջան։ Խոստովանելուց հետո պիտի զղջաս, զղջալուց հետո պիտի ճանապարհ անցնես ապաշխարության, որպեսզի փրկություն ունենաս։ Հուդան, խոսում ենք հիմա խաչելության հարության մասին, Հուդան մատնեց Հիսուսին։ Հետո տեսա, որ ինքը արդարի մատնել է, զղջաց, բայց չգնաց իր մեղքերը խոստովանեց եւ ապաշխարել, որպեսզի փրկվեր, գնաց ավելի մեծ հանցանք գործեց։ Պետրոս Առաքյալը ուրացավ Քրիստոսին, զղջաց, լաց եղավ, արցունքով մաքրեց, հետո Տիրոջ ասեց. Տեր, սիրում եմ քեզ, խոստովանեց եւ ապաշխարեց իր ամբողջ կյանքի ընթացքի մեջ։ Ուրեմն նույնն է վիճակը մեր կյանքի մեջ։ Վիկտոր Հյուգոն, ֆրանսիացի նշանավոր գրող, ասում է, երբ որ դու մեղքը երկրորդ անգամ ես գործում, դու արդեն անբարոյականության մեջ ես հայտնվում։ Որ նույն մեղքը երկրորդ անգամ ես գործում։ Քեզ ներվել է այս մեղքը։ Տես դատարանի օրենքները վերեմ, երբ որ մարդ առաջին անգամ է հանցան գործել, շատ հաճախ դատավորն ասում է, քան որ դուք առաջին անգամ եք գործում, ձեզ պայմանական եմ դատում, ձեզ վերահսկողություն ենք հաստատում, որպեսզի այդ նորից չգործես։ 10 օր հետո մարդը նորից նույն մեղքը գործում, արդեն կրկնակի դատապարտության է արժանանում։ Կրկնակի են դատում, նախորդի գործածի դատական այդ նիստին ինչ որ եղել որոշումը միացնում է սրան, երկու դատով արդեն ավելի շատ են դատապարտում այդ մարդուն։ Và նույն արարքը մերն է, Քրիստոս ներեց ինձ այս մեղքի համար, ես նորից եմ գործում այդ մեղքը, ինձ հենց կրկնակի դատապարտություն եմ բերում ինձ համար։ Հիմա Հիսուս երբ որ ասում է գրված է մի շնացիր, բայց ես ասում եմ, ով որ նայես կնոջ ու իր սրտում ցանկացավ, արդեն շնացել է։ Ուրեմն ցանկանալն են արդեն մեղք է քո կյանքի մեջ, երբ որ դու ցանկանում ես, երբ որ դու մեկի մահն ես ուզում, ատելությամբ ես լցված մեկի անձ, սա կարևոր չէ, դու մարդուն սպանել ես արդեն, թե չէ, դու արդեն ուզում ես դա անել։ Փարիսեցիները այդպես վարվեցին Քրիստոսի հետ, Աստծո որդու հետ այդպես վարվեցին։ Ատելությունից դրդեցին Քրիստոսին խաչը հանել։ Ցավոք սրտի այսօրվա օրով մենք տեսնում ենք նաև, որ մեր քրիստոնյա քույրերն ու եղբայրները տեսանյութերի տակը երբ որ գրառումներ են անում, հենց անեծքներ մեկը կտենակ կգրեն, որ նայում ես ասում ես դու քրիստոնյա ես, Քրիստոսի խոսք ես լսում, կամ համաձայն ես խոսք տարածողի հետ, կարող է համաձայն չես, բայց ինչու ես անիծում կամ հայոյում, չէ՞ որ դու քրիստոնյա ես։ Ես իմ վիդեոների տակ եթե ամեն օր ուշադիր չնեմ չմաքրեմ, այնքան հայոյանքներ ու անեծներ են գրում։ Ինչ չեն ճանաչում, երբևէ չեն տեսել։ Չգիտեն։ Ոչ թե ինձ են հայոյում, իմ խոսքն են հայոյում։ Արա դե գնա, ասում եմ, զզվցրեցիք, էլի խափեք մարդկանց, այսպես անեծներ են գրում մարդիկ։ Ու ցավոք սրտի մեծ մասը կանայք են գրողների։ Այո, շատ ցավալի է, բայց մեծ մասը գրողների մտում հավատացյալ կանայք են։ Օրինակի համար, եթե fake է, ինքը իր կերպարով չի, կեղծ պրոֆիլ ունի, ամեն դեպքում քո մատներն են գրում այդ տողերը։ Դու էլի պատասխան պիտի տաս այդ քո անեծքի համար, չարախոսության համար։ Ամեն ինչի պետք չի, որ դու մեկնաբան։ Եվ ցանկացած նյութի տակ մարդիկ անշնոր մեկնաբանություններ, հայոյանքներ են թողում։ Այդ այնպես չի, որ դու գրել ես, քեզ ոչ մեկ չի տեսել, բայց դու արել ես, քո մատները գրել են, քո սրտում, քո մտքի մեջ հղացել է այդ չար խոսքերը, որ դու գրել ես։ Սրա համար է պիտի պատասխան տաս։ Ծածուկ գործածած մեղքերը Աստված է տենում։ Քեզ դու չպիտի մաքուր ու ազնիվ լինես այնտեղ, որտեղ մարդիկ քեզ տեսնում են, քեզ որտեղ չեն տեսնում, այնտեղ դու հատկապես պետք է մաքուր ու ազնիվ լինես։ Որտեղ քեզ հսկողը Տերն ինքն է։ Տիրոջ աչքից դու չես կարող խուսափել։ Եվ ինչքան էլ կեղծ օգտատեր լինես, դու գրառումներ անես, մեկի քո մատներն են գրել ու դու ես գրել ու դրա համար պիտի պատասխան տաս։ Ուզես թե չուզես, պիտի պատասխան տաս։ Հավատաս թե չհավատաս, պիտի կանգնես Տիրոջ առջև ասես, արել ես թե չես արել։ Այսինքն մարդ իր ներքին խաչը պետքա ճշմարիտ կրի, էլի, իր ներքուստ այդ ամեն ինչը պետքա ճշմարիտ անի։ Ես այս վերջին քարոզների ժամանակ մի նախադասություն եմ օգտագործում, ասում եմ Աստված
մեզանից կատարյալ քրիստոնյաներ հավատացյալներ չի պահանջում, մեզանից անկեղծ հավատացյալներ է պահանջում։ Անկեղծ քրիստոնյաներ ուզում որ մենք լինենք, ոչ թե կատարյալ, անկեղծ, ազնիվ քրիստոնյաներ պետք է լինենք։ Դու Քրիստոսին չես կարող խաբել։ Գիտես ինչքան մեծ ցավ է կեղծավոր լինել։ Հիսուս ինչի ասում է, վայ ձեզ կեղծավորների։ Ասում է, տեսեք, Սամիթի, Չամանի, Անանուխի 10-որդը տալիս եք կանոնավոր, բայց Աստծո արդարությունը չեք անում։ Վայ քեզ, ասում է, կեղծավոր, որ երկրորդական, երրորդական, 10-րդական բաները սիրով անում ես, բայց առաջնայինը բում, սերը, արդարությունը, ճշմարտությունը քո կյանքի մեջ չկա։ Վայ քեզ կեղծավոր։ Եվ այս կեղծավորության պատճառով էլ եկան ու Հիսուսին մատնեցին, խաչելության տարան։ Շարունակությունը դիտեք հաջորդ շաբաթ։